Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու են Վանաձորում գործող խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն Էդգար Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Պարոն Խաչատրյան, 35 տարվա մեջ առաջին անգամ ռուսական ցորենը, շուտով նաեւ ղազախական ցորենը Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով հասնում է Հայաստան։ Նախ ընդհանուր առմամբ այս իրողությունը, իրադարձությունը ձեզ կարևոր է թե չէ, եւ երեք արդեն մենք Ռուսաստանից հայտարարություններ լսեցինք Օվերչուկից, որ սա ցույց է տալիս Ռուսաստանի կառուցողական դերը Հարավային Կովկասում եւ ջանքերը խաղաղության ուղղված է։ Նաեւ Աննա Գրիգորյանը ազգային ժողովի Հայաստան խմբակցության հաստատեց, որ այս իրողությունը ոչ այնքան կապ ունի օգոստոսի 8-ի խաղաղության իրադարձության հետ, որքան անձամբ Վլադիմիր Պուտինի ջանքերի հետ եւ սա ոչ թե Թրամփի ուղին է, եթե իր բառերով ասեմ, ասում է սա Պուտինի ուղին է եւ Պուտինի ուղով Հայաստան հասած ցորենն է։ Ըստ ձեզ արդյոք այստեղ արդարացի հարց է առաջանում, ապա ինչու հիմա 35 տարի է ինչին էր սպասում Ռուսաստանը, միթե սպասում էր, որ Արևմուտքը այդ հակամարտությունը կարգավորեր եւ ինքը նոր այդ հնարավորությունն ունենար Ադրբեջանով ցորեն հասցնել Հայաստան եւ ընդհանուր առմամբ ինչու է Ռուսաստանը փորձում նաեւ այս քայլը վերագրել իրեն նսեմացնելով Արևմուտքի դերը։ Դե ակնհայտ է, որ հայտարարությունը մանիպուլատիվ է, ամենայն դեպս իմ ընկալմամբ եւ չեմ կարող չհամաձայնել ձեզ հետ, որ եթե Ռուսաստանը շահագրգռված լիներ նման կոմունիկացիաների բացման հարցում, վաղուց արդեն դա արված կլիներ եւ չերանի, երբ որ արդեն կար համաձայնությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Միացյալ Նահանգների միջամտությունը եւ անմիջական ներգրավվածությունը եւ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ Ռուսաստանը նման հայտարարություններով եւ նաեւ ռուսական աջակցություն ունեցող քաղաքական ուժերը Հայաստանում ավելի շուտ ձգտում են ներկայացնել Ռուսաստանին որպես դեռ կարևոր դերակատար տարածաշրջանում եւ սա է պատճառը, որ նման հայտարարություններով հանդես գալիս են եւ նաեւ Ռուսաստանը իրոք շահագրգռվածություն ունի ներկայացնելու աշխարհին, որ ինքը դեռ կարևոր դերակատար է տարածաշրջանում։ Հիմա եթե նայենք երևույթի դրական եւ բացասական կողմերը, իրականում բարդ հարց եք տալիս եւ ինձ համար համենայն դեպս շատ կարեւոր է կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ այս գործողությունների էֆեկտները։ Մի կողմից դրական կարելի է դիտարկել, որ անխոչնդոտ Հայաստանի համար նախատեսված բեռերը անցնում են Ադրբեջանի տարածքով, մյուս կողմից իրականում ինձ համար մտահոգիչ է եւ շարունակում է մտահոգիչ մնալ, որ մենք չենք դիվերսիֆիկացնում մեր տնտեսությունը։ Այսինքն այն փաստը, որ Ռուսաստանից է գալիս եւ իմիջիալոց ուշադրություն դարձրեք այն փաստի վրա, որ ի սկզբանե մենք սպասում ենք ղազախական ցորենին, այո, եւ Ռուսաստանը ինչ որ կախարդական ուժի միջոցով հայտնվեց առաջինը այս հարցում եւ շատ ավելի արագ ըստ էության ուղարկեց իր ռուսական ցորենը Հայաստան։ Դա միտում ուներ, հա։ Կարծում եմ այո, եւ սա նաեւ մտադրություն է ցույց տալու, որ Ռուսաստանը այդ հարցով ներգրաված է, նաև հասարակությանը ինչ որտեղ Հայաստանի հասարակությանը ներկայացնելու, որ ամեն դեպքում ռուսական ցորեն այլ ընտրանք չունի։ Սա բազմաթիվ տարեր կան, որոնք շատ կարևոր է ուսումնասիրել մի փոքր ավելի երկարաժամկետ տեսանկյունից, ես կդժվարանամ կարճաժամկետ ընդհանրենք հստակ պատասխաններ տալ, բայց մյուս կողմից, ինչպես արդեն ասացի, ինձ անհանգստացնում է, որ մենք շարունակում ենք Ռուսաստանից ձեռք բերել ցորենը, ինձ սա բավականին խնդրարուցատվում այն պարագայում, երբ որ մենք անընդհատ խոսում ենք բազմազանեցման մասին, դիվերսիֆիկացիայի, տնտեսության, էներգետիկ եւ այլն, այդ Ռուսաստանի հետ շարունակական հարաբերությունները նաև ցորենի հետ կապված ու եւ դա մեծ հարց է, օրինակ մեզ հայտարարեցին, որ օրինակ ուկրաինական ցորենը շատ ավելի թանկ է, բայց ես եթե լսում եմ որոշ վերլուծաբանների, շատ մեծ հարց է իրականում դա թանկ է ավելի, քան ռուսականը կամ ղազախականը, թե ոչ։ Ես օրինակ շատ կնախընտրեի, որ Հայաստանը ստանար ցորենը Ուկրաինայից, որը որակապես նաև եթե դուք նայեք միջազգային ուրեմն բաները, ցուցիչները կտեսնեք, որ որակապես շատ ավելի լավն է, քան նույն ռուսական ցորենը եւ դրա ճանապարհներն էլ կան եւ եթե մենք իրականում խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, իմ կարծիքով ամենաանտիշ ճանապարհը հենց նույն Ուկրաինայից ձեռք բերելն է, որը մեզ ավելի կմերձեցներ Եվրոպական միության հետ, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ
ըստ էության կա կոնսենսուս Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու, իսկ հիմա ըստ էության մենք աջակցում ենք դեռ Ռուսաստանին։ Պարոն Խաչատրյան, իսկ ղազախական ցորենը, որը կրկին Ադրբեջանի տարածքով պիտի հասնի Հայաստան, դիվերսիֆիկացիայի մաս կարող ենք դիտարկել, թե ոչ այդքան։ Ես իրականում ավելի շատ աշխարհաքաղաքական տեսանկյունից եմ նայում հարցին եւ չեմ կարծում, որ Ղազախստանը դիտարկվում ամեն դեպքում արևմուտքի բարեկամ է այդ տարածաշրջանում, օբյեկտիվորեն, որովհետև կա Չինաստանի գործոն, Ռուսաստանի Դաշնության գործոն, ես կնախընտրեի, որ ամեն դեպքում դա լիներ ուկրաինական կողմի հետ համագործակցության արդյունք, որը իհարկե շատ ավելի, ինչպես արդեն ասացի, կբարելավեր մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ եւ եվրոպական գործընկերների հետ։ Իսկ առհասարակ այդ տարանցման արգելքը վերացնելը Ադրբեջանի կողմից դա դրական միտում է, թե ոչ, որովհետև այս առումով էլ գիտեք դիսկուս կա ներքաղաքական շրջանակներում, այ որոշ շրջանակներ պնդում են, որ սա ոչ մի լավ բանի մասին չի խոսում, ավելին կախվածությունն է մեծացնում Ադրբեջանից։ Սա կախվածության մասին է, թե այլընտրանք է իրականում ճանապարհի առումով։ Էլի պետք է նայենք, փորձենք խնդիրը նայել կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ տեսանկյունից։ Կարճաժամկետ իհարկե դրական է, երբ որ Հայաստանի համար բացվում այլընտրանքային ճանապարհ։ Մի փոքր ավելի, եթե խորքային պատկերը փորձենք հասկանալ, պետք է հասկանանք, արդյոք դա չի հանդիսանում, օրինակ, այս գործարքը չի հանդիսանում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև գործարքի հետևանք, այսինքն նույն Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով փորձում է Հայաստանին պահել իր ազդեցության գոտում։ Այս չեմ ուզում մենք գնանք այդ դավադրապաշտական դավադրության տեսությունների դաշտ, իհարկե ունենք շատ սահմանափակ տեղեկատվություն սրա վերաբերյալ, բայց ամեն դեպքում մտավախություն եւ մտահոգություն կա, որ դա կարող է լինել, ենթադրենք Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնության հետևանք, որը արդեն դե իհարկե եթե փոքր ավելի երկարաժամկետ նայենք սպառնալիքական օգուտ Հայաստանի Հանրապետության համար հենց այդ նույն դիվերսիֆիկացիայի տեսանկյունից։ Բայց քանի որ չունենք նման տեղեկություններ, պետք է հաշվի առնենք օբյեկտիվ իրականության գործոնները, իսկ այդ տեսանկյունից իհարկե լավ է, որ Հայաստանը ունի նման մեկ այլընտրանքային ճանապարհ, իհարկե լավ է, որ Ադրբեջանը խոչընդոտներ չի ստեղծում Հայաստանի համար, եւ ես հուսամ սա կդառնա պրակտիկա եւ ուրեմն Հայաստանի համար իրոք դա լայն հնարավորություններ ստեղծում է, կարծում եմ ստեղծում է նաեւ Ադրբեջանի համար։ Իսկ վտանգավոր չի այդ խոսույթը, ըստ օրինակ Թրամփի ուղին վերանվանել, ինչպես դա արեց Ամերիկան։ Դա ուղղակի խայտարակություն է, դա գիտեք պետք է հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգները համաշխարհային լրջագույն դերակատար է։ Սա փաստ է։ Դուր է գալիս դա Ռուսաստանին դուրս չի գալիս, դուր է գալիս դա Չինաստանին դուրս չի գալիս, բայց Միացյալ Նահանգները գործոն է։ Անկախ նրանից, օրինակ, ես կիսում եմ Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավարության դիրքորոշումները, թե չեմ կիսում, ես իմ էությամբ իմ աշխարհազգով ավելի շուտ ժողովրդավար եմ, բայց փաստը մնում է փաստ, որ Միացյալ Նահանգները լրջագույն դերակատար է եւ նման դերակատարի հետ նման խաղեր, հա, կամ խաղեր տալ միգուցե ժողովրդական խոսք եմ օգտագործում, նման անլուրջ մոտեցումը իրոք վտանգավոր է, այսինքն դու ներկայացնես այդ գործընթացը, որի համար մենք իրոք չարչարվել ենք եւ բավականին լուրջ ճանապարհ ենք անցել, զգում ենք հետաքրքրվածությունը նաեւ նախորդ օրը լսեցինք Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը, որտեղ ինքը ընդգծել էր այդ տրիպ ճանապարհի կարևորությունը, այսինքն միանշանակ է, որ Միացյալ Նահանգները շահագրգռվածություն եւ հետաքրքրվածություն դրսեւորում է անընդհատ։ Պարբերաբար խոսում է դրա մասին, դրա կյանքի կոչվելու մասին։ Իսկ սա նշանակում է մենք գիտեք այդ խոսույթը նաեւ բերում է նրան, որ մի օր էլ կարող ասեն դե մեզ հետաքրքիր չէ, թե դուք ուզում եք մնալ այդ ռուսական ազդեցության գոտում, մնացեք, ասում է, ձեր գործն է, հա, ստիպողաբար չենք տանելու։ Հիմա դրա համար այդ նման խոսույթները իրականում վտանգավոր են։ Եվ նաև շատ կարևոր է, որ պետական մակարդակով մենք ամեն ինչ անենք, որպեսզի այդ Միացյալ Նահանգների կողմից շահագրգռվածությունը ոչ միայն լոկ խոսքերի մակարդակի վրա, այլ նաև պրակտիկ գործողությունների անցնի։ Ես տեսնում եմ Միացյալ Նահանգների կողմից այդ պրակտիկ գործողությունները եւ նաեւ այստեղ շատ կարեւոր է օրինակ դրա մասին բազմաթիվ հարցազրույցներում խոսել եմ նաեւ Եվրոպական միության որպես դերակատար ուրեմն ներգրավում է այս գործընթացում, որովհետեւ այնտեղ կա լրջագույն ենթակառուցվածքների ուրեմն ստեղծման, կառուցման եւ կանգնեցման խնդիր,
որը Եվրամիությունը իրականում շատ կկարողանար այդ հարցում աջակցել եւ նաեւ այստեղ մի շատ կարեւոր նաեւ գործոն կա, որ մեզ համար շատ կարևոր է պետության սուվերենության տեսանկյունից, հա, որովհետեւ եթե խոսում ենք ինքնիշխանության մասին, եթե խոսում ենք նույն ժողովրդավարական արժեքների պահպանման մասին, հա, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը այն դերակատարը չի, որ աջակցելու է մեր ժողովրդավարացման գործընթացներին կամ աջակցելու է մեր ինքնիշխանությանը։ Ակնհայտ է, որ դրա լրիվ հակառակն են անելու։ Նաև հակամարտության լուծմանը ինչպես միանշանակ, որովհետև նախկինում տեսել ենք, որ Ռուսաստանը, գիտեք, ես սրա մասին միշտ խոսում եմ, Ռուսաստանը երևի այն դերակատարներից է, որը ամենևին հետաքրքրված եւ շահագրգռված չի, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը հանգուցալուծում ստանա եւ ավարտվի, որովհետև տրադիցիոն Ռուսաստանի Դաշնության համար այդ հետսովետական տարածաշրջանում կոնֆլիկտներ եղել են երևի ամենաէֆեկտիվ գործիքը այդ պետությունը իր ազդեցության գոտում պահելու, հա, որովհետև մանիպուլացնելով այդ թելերը քաշելով, հա, դու կարողանում ես ազդեցություն ունենալ այս երկրի վրա, նույնը Վրաստանում ա եղել, նույնը Մոլդովայում ա եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք տեսնում ենք, որ դա բավականին էֆեկտիվ այդ գործիքը օգտագործել են, հիմա չի աշխատում նաև օբյեկտիվ իրականությունը հաշվի առնելով Ռուսաստանը որևէ հաջողության չի կարողացել եւ չի կարողանալու կարծում եմ հասնել ուկրաինական ուրեմն դաշտում եւ սա խոսում է նրա մասին, որ Ռուսաստանի ազդեցությունը կամ Ռուսաստանի որպես դերակատար, հա, քաղաքական դերակատար էֆեկտիվությունը կորում է։ Եվ փորձելու են ամեն ինչ անեն, որպեսզի այդ ազդեցությունը պահեն։ Ինչ հասկանալ, պարոն Խաչատրյան, ամեն ինչ անելու տակ, որովհետև վերջին շրջանում գիտեք, նաև հայտարարություններն են այսպես ակտիվացել, օրինակ Լավրովը խոսում էր արևմուտքի դեստրուկտիվ դերի մասին եւ նաև հայտարարում է, որ իրենք բոլոր գործիքները, բոլոր մեխանիզմները օգտագործելու են, որ հակակշռեն արևմուտքին Հարավային Կովկասում։ Այսինքն, սրանք պարզապես հայտարարություններ են, թե այստեղ կարելի է ընկալել նաև սա որպես սպառնալիք կամ որպես զգուշացում, այսինքն ինչ քայլերի մասին է խոսքը եւ հաճախ խոսվում է այն մասին, որ Ռուսաստանից փոխվելը այդքան հեշտ չէ, ունի իր մեջ ռիսկեր։ Հիմա այս իրավիճակն է ավելի ռիսկային Հայաստանի համար, թե հենց այդ փոխվելու process-ը։ Ես ուղղակի եմ դա անցալում, հենց որպես սպառնալիք, հա, վերջերս շատ մեր դիսկուրսում հայկական շատ տարածված է դարել այդ հիբրիդային սպառնալիք եզրույթը, սա այդ հիբրիդային սպառնալիքի գործիքներից մեկն է, հա, այդ տեղեկատվական, նաև քաղաքական ճնշումները Հայաստանի վրա։ Այսինքն Լավրովը սպառնում է ոչ թե արևմուտքին, այլ ուղիղ Հայաստանին։ Դու թիրախները տարբեր են, մի կողմից դա ուղերձ է մուտքին, մյուս կողմից ուղերձա հայաստանյան լայն հանրային շերտերին, մյուս կողմից ուղերձա նաև իրենց կողմից աջակցվող ընդդիմությանը որոշակի գործողությունների եւ պետք է նայենք, որ նույն էֆեկտը եղել է օրինակ ենթադրենք թե Մոլդովայում։ Մենք անդադ փորձում ենք հասկանալ թե վերջին ընտրությունների ֆոնին, հա, Մոլդովայում տեղի ունեցած ոնց է աշխատել այդ քարոզչությունը, այդ հիբրիդային սպառնալիքները, ու եւ տեսնում ենք, որ զուգահեռները ուղղակի շատ ուղղակի են, հա, այն գործընթացը, անգամ եկեղեցու գործողությունները, մենք տեսնում ենք, որ դա նույն գործիքակազմն է, նույն հաճախականությամբ ինչ որտեղ երևի մեր պարագայում ավելի ինտենսիվ են օգտագործելու, որովհետև նույն Մոլդովայի պարագայում իրենց չհաջողվեց այդ Մոլդովայի ընտրական գործընթացների վրա ուրեմն ազդեցություն ունենալ եւ կարծում եմ իրենց համար կորցնել Հարավային Կովկասը շատ ավելի լուրջ սպառնալիք է, որովհետև աշխարհաքաղաքական ազդեցությունն է լրիվ կորում Ռուսաստանի։ Եթե կորցնում է Կովկասը, իրոք աշխարհաքաղաքական ազդեցությունը Ռուսաստանի լրջորեն կտուժի։ Եվ այս տեսանկյունից ես դիտարկում եմ թե Լավրովի, թե Զախարովայի, թե, չգիտեմ, Պեսկովի եւ թե նաեւ առաջին դեպքի հայտարարությունները մեր տարածաշրջանի վերջին օրինակ Շոյգուի հայտարարությունն եմ ես դիտարկում որպես սպառնալիք։ Այսինքն ես մի կողմից, հա, օբյեկտիվորեն հասկանում եմ, որ
հեշտ չէ տենց մեկ ձեռքի բանով, հա, հարվածով ասում կտրել բոլոր հարաբերությունները, հատկապես հաշվի առնելով այդ տնտեսական կախվածությունները եւ բազմաթիվ կախվածություններ, նաեւ քաղաքական, բայց մյուս կողմից ինչքան դու փորձում ես զգուշորեն մոտենալ սրան, այդքան խորացնում ես կախվածությունը։ Եվ բազմաթիվ օրինակներ ունեմ ասում, հենց նույն այդ ծորենի օրինակը ինձ համար վառ օրինակ է, որ մենք դրանով մեզ մի փոքր ավելի կախված վիճակում ենք դնում։ Նույնը ընդհանրենք էներգետիկ համագործակցության, հա, մենք անդադ խոսում ենք, որ այդ Միացյալ Նահանգների առաջարկը, այդ մոդուլային բաների մինչև հիմա մտածում ենք։ Ես չգիտեմ ինչի համար ենք մտածում, ինչի չենք մենք մեր պատասխանը տվել, միգուցե գիտեք օբյեկտիվորեն հասկանում եմ, որ միգուցե ընդհանրենք սահմանափակ տեղեկատվության են տիրապետում եւ կան տասնյակ պատճառներ, թե ինչի մենք չենք կարողանում միանգամից ասենք, հա, այո, բանի Միացյալ Նահանգներին, բայց կարծում եմ, եթե անգամ մենք այս պարագայում դիտարկում ենք ռուսական այլընտրանքը Միացյալ Նահանգների ուրեմն առաջարկին, այս դեպքում ստացվում է, որ դիվերսիֆիկացիայի այսպես կոչված կուրսը կեղծ է, որովհետև եթե մենք մտադրություն ունեինք բազմազանեցնել մեր էներգետիկ ուրեմն գործակցությունը տարբեր պետությունների հետ, ինչի ենք այս պարագայում մենք նայում Ռուսաստանին, եթե Ռուսաստանից առանձնատել կար եւ մենք դա որակում ենք որպես կախվածություն։ Հասկանում եք, եթե օրինակ տնտեսությունն ենք ուզում դիվերսիֆիկացնենք, էլի մնալով ԵԱՏՄ-ում մենք ըստ էության դիվերսիֆիկացիա չենք անում, որովհետև էլի արդեն մենք այդ կառույցի անդամ ենք։ Եվ նաև գիտեք, եթե մի փոքր ավելի շերտերը, խորքային շերտերը ուսումնասիրենք, մենք կտեսնենք, որ անգամ եթե մենք անդադ խոսում ենք այդ Միացյալ Նահանգների դերի մասին, հա, անդադ խոսում ենք այդ տրիպի կարևորության մասին, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Միացյալ Նահանգները, ով իրոք շահագրգռված է այս տարածաշրջանում ազդեցություն ունենալու եւ տարածաշրջանը իր հետաքրքրության գոտում է գտնվում, բացարձակ գրավիչ չի, եթե Հայաստանը ընդհանրենք ճանապարհային ուրեմն բանա տալիս, հնարավորություններ է տալիս տրանսպորտային Ռուսաստանի Դաշնությանը կամ Չինաստանին, որոնք ակնհայտորեն դիտարկվում են Միացյալ Նահանգների կողմից որպես ոչ բարեկամական պետություններ։ Այսինքն մի կողմից մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար միգուցե ձեռնտու է, որպեսզի տարբեր պետությունների հետ ունենանք այդ կապերը, կոմունիկացիաները ապաշրջափակվեն բոլոր պետությունների համար, ինչի մասին իշխանությունները անդադ խոսում են, բայց մյուս կողմից ինչի պետք է Միացյալ Նահանգները շահագրգռված լինի, որ Իրանը մեր ուրեմն բանով առևտուր իրականացնի Ռուսաստանի հետ օրինակ։ Ինչի պետք է Միացյալ Նահանգները շահագրգռված լինի, որ Չինաստանը հնարավորություն ունենա ճանապարհային ուրեմն փոխադրումներ կազմակերպել Հայաստանի միջոցով։ Որ տարբերակով է ամենաշատը շահագրգռված լինելու Միացյալ Նահանգները եւ պարոն Խաչատրյան, քանի որ խոսեցիք ԵԱՏՄ-ի ՀԱՊԿ անդամ լինելուց, ինչ պիտի անի հայկական կողմը։ Հարցս նրա մասին էր, որ ԵԱՏՄ-ից ՀԱՊԿ-ից այդպես կտրուկ դուրս գալը ավելի ռիսկային է, թե այդտեղ մնալն էլ ոչ պակաս ռիսկային է։ Շատ լավ հարց եք տալիս, սա իրոք հաշվարկներ է պահանջում։ Ես ոչ դրա մասնագետն եմ, ոչ տիրապետում եմ ամբողջական ուրեմն թվային պատկերներին, հա, ես կարող եմ դատողություն անել հրապարակված թվերից, օրինակ խոսում ենք ընդհանուր դիվերսիֆիկացիայի մասին, բայց տեսնում ենք, որ Ռուսաստանի հետ ամեն դեպքում տնտեսական ուրեմն բաների ցուցիչները աճում են։ Ամենգուցե նվազել են նախորդ ուրեմն տարիների հետ, որովհետև հասկանում ենք, որ այդ ոսկու առևտրի թեման կար, այդ ադամանտների եւ այլն, բայց օբյեկտիվորեն այդ թիվը այնքան չի նվազել կամ Եվրոպական միության անդամ պետությունների հետ այնքան չի աճել, որ մենք կարողանանք արձանագրել, որ իրոք աճ է գրանցվել Եվրոպական միության հետ ուրեմն տնտեսական հարաբերությունների վրա փաստեր են, հա։ Հիմա պետք է ռիսկերի լուրջ լրջագույն հաշվարկ արվի։ Ես կընդունեմ, եթե մեր կառավարությունը գա ներկայացնի, ասի հարգելի հասարակություն, այս հաշվարկ եմ արել, վտանգները այս պարագայում սրանք են, հնարավորությունները սրանք են, բերեք որոշենք որ ճանապարհով են գնում։ Էդ էլ եմ շատ լավ հասկանում, որ միգուցե ամեն ինչ չի, որ կարելի է բան հանրանացնել, որովհետև սա պետության անվտանգության հարց է, պետության ընդհանրենք ինքնիշխանության հարց է, բոլորիս համար պարզ է, բայց ամեն դեպքում հանրությունը պետք է իրազեկված լինի եւ տեղեկացված լինի, թե որ ուրեմն ճանապարհն է Հայաստանին տանում դեպի ընդհանրենք տնտեսապես ավելի կայուն վիճակ, ավելի ընդհանրենք ինքնիշխանության տեսանկյունից ավելի կայուն վիճակի, հա, որովհետև այդ ռիսկը ինձ համար համենայն դեպս, եթե
չգիտեմ, Հայաստանում որոշակիորեն կայուն տնտեսական վիճակ լինի, բայց դա լինի սուվերենության կամ ինքնիշխանության կորուստի հաշվին, ինձ պետք չի այդ Հայաստան։ Անկեղծ ասում եմ, ես չեմ ապրի այդ Հայաստանում, որը կորցրել է ինքնիշխանությունը, դարել է Ռուսաստանի ընդհանրենք ծայրագավառ, բայց հարաբերականորեն, չգիտեմ, տնտեսական ընդհանրենք կայունություն ա ձևավորվել կամ հարաբերական խաղաղություն ա ձևավորվել, որովհետև դարել են Ռուսաստանի մաս։ Հա, ես չեմ պատկերացնում նման Հայաստան, որտեղ ընդհանրենք հայերին Ռուսաստանը ստիպողաբար ուղարկի ընդհանրենք Ուկրաինայի մարտական դաշտ, որ ուկրաինացիների դեմ կռվեն։ Ես չեմ ուզում ապրել այդ ձևի Հայաստանում եւ կարծում եմ ոչ մի կարծում եմ մեր իշխանություններն են շահագրգռված չեն նման ուրեմն Հայաստան դեպի նման ուրեմն Հայաստանի տեսլական մեզ տանելու, բայց ամեն դեպքում պետք է շատ հստակ ասում եմ հաշվարկվի, թե ինչ սպառնալիքներ կլինեն ընդհանրենք մի ատոմից դուրս գալու տեսանկյունից։ Հապկի պարագայում ես կարծում եմ ոչ մի սպառնալիք էլ չկա։ Տնտեսական ընդհանրենք սանկցիաներ պետք է լինեն, իսկ այդ սանկցիաները հիմա էլ կան։ Բոլորս էլ տեսնում ենք, որ շաբաթը երկու անգամ ցանկացած պարագայում լարսը փակում են, բացում են, ոնց որ բանի փական լինի, էլի ջրի, բոլորս էլ գիտենք, որ դա էլ հիբրիդային ուրեմն սպառնալիքների գործոն է։ Նույն գործիքն է, որը օգտագործվել է, ասում շատ պետությունների դեմ։ Հիմա եթե տեսանկյունից նայենք, միգուցե ընտրություններից առաջ մի քիչ ռիսկային է, որովհետև դա կարող է հանրային որոշ շերտերի մոտ դժգոհություն առաջացնի, ընդհանրենք գազը թանկանա, ջուրը թանկանա եւ այլն կամ չգիտեմ, հոսանքը թանկանա, ընտրություններից առաջ երևի ոչ մի քաղաքական ուժ ագրգռված չի լինի նման ուրեմն կտրուկ գործողությունների դիմելու, բայց ամեն դեպքում ավելի երկարաժամկետ կարծում եմ լուրջ հաշվարկների պարագայում մենք կհասկանանք, թե որն է մեզ համար որպես պետություն ավելի էֆեկտիվ ճանապարհ։ Պարոն Խաչատրյան, եթե մի կողմ թողնենք Ռուսաստանին եւ ռուս պաշտոնյաների նաեւ հայտարարությունները, տեսեք, այստեղ ներսում էլ քիչ չեն շրջանակները, որոնք կարծես թե սպասարկում են այդ նարատիվները, իրենք էլ են խոսում այդ մասին, որ այսպես փրկիչներ են փնտրում ճակերտավոր ասած եւ ասում են, որ Հայաստանի փրկությունը միմիայն Ռուսաստանի հետ է եւ նույն շրջանակները նաեւ այսպես խոսում են, որ չկա խաղաղություն, ավելին Ադրբեջանը կրկին հարձակվելու է Հայաստանի վրա, վերջին նման հայտարարությունը Թաթոյանը արեց, գրեթե ամեն շաբաթյա նման հայտարարություններ ենք լսում։ Մեկ այլ քննարկման թեմա է քաղբանտարկյալները, արդեն հաշվել են դիմությունը, որ Հայաստանում 40 քաղբանտարկյալ կա, ընդ որում դրանց մի մասը բարձրաստիճան հոգևորականներ են։ Ինչպես հասկանալ նաև այս շրջանակին, այս հայտարարությունները եւ հատկապես եթե առանձնացնենք հոգևոր դասին այստեղ, հոգևորականների այդ բարձրաստիճան դասին, որովհետեւ տեսեք, օրինակ Գալստանյանին եւ Աջապահյանին բոլորը որակում են քաղբանտարկյալ։ Ինչպես կարող է հոգևորականը դիտարկվել քաղբանտարկյալ, այսինքն հոգևորականները ներգրաված են քաղաքական process-ների մեջ եւ սպասարկում են ում շահերը, ինչի համար։ Երկու բան հակասություն։ Առաջին եթե թողենք Ռուսաստանը, այդ դեպքում ես չեմ կարող այդ դարձին պատասխանել, որովհետեւ Ռուսաստանը չեմ կարող թողնել այդ պարագան, որովհետեւ իմ կարծիքով Ռուսաստանը կարևորագույն գործոն է նաեւ այդ ներքին քաղաքական գործընթացներում։ Մյուս կողմից մի օրինակ կուզենայի բերել նաեւ մեր հեռուստադիտողների համար, նախորդ օրը հանդիպում էինք իրականացնում, որի թեմաներից մեկը հենց հիբրիդային սպառնալիքներն էր եւ Մոլդովայից հյուրեր ունենք եւ երբ որ պատմում են Մոլդովայում այդ նախընտրական գործընթացների ընթացքում այդ ռուսական հիբրիդային ուրեմն սպառնալիքների մասին այդ բոլոր օրինակները, որ մենք հիմա Հայաստանում տեսնում ենք, նույնը եղել է Մոլդովայում, ելի նույն եկեղեցու դերակատարների ակտիվ ներգրավվածությունը, ելի նույն քաղբանտարկյալների հարցերը, որտեղ այդ պրոռուսական ուժերը ընդդիմադիր խոսել են նրա մասին, որ Մոլդովայում կան քաղաքական բանտարկյալներ, էլի նույն ուրեմն լրատվամիջոցների փակերն են որակել որպես ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ եւ այլն։ Շատ նման են այդ գործընթացները, որ տեղ են ունեցել Մոլդովայում եւ հիմա տեղ են մեզ մոտ եւ ակնհայտ է, որ դա ռուսական նաեւ ուղղորդմամբ եւ ռուսական ուրեմն ձեռագիր է, ակնհայտ է։ Ես միայն այդ լուսի ներքո եմ նայում։ Անկեղծ այլ տեսանկյունից ես չեմ կարողանում լսել եւ նայել նույն Թաթոյանի հայտարարությունները, նույն Էդման Մանուկյանի հայտարարությունները, նույն քաղաքական այսպես կոչված ընդդիմության հայտարարությունները, այսպես կոչված եմ ասում, որովհետեւ ես շատ զգուշ եմ վերաբերվում այդ ընդդիմության եզրույթին, որովհետեւ ինձ համար ընդդիմությունը ժողովրդավարական պետության կարևորագույն տարր է, որից ցավոք սրտի Հայաստանը զրկված է։
Եվ սա իրոք լրջագույն ազդեցություն է թողում մեր ժողովրդավարական գործընթացների ժողովրդավարացման եւ ժողովրդավարության վրա, որովհետեւ ըստ էության չունենք էֆեկտիվ եւ ուրեմն իրական ընդդիմություն։ Իսկ ինչ ընդդիմություն ունենք մենք։ Մենք ունենք ընդդիմություն, որը իմ ընկալմամբ համենայն դեպս շահագրգռված չի եւ նրա նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը ապահովելը չի։ Իմ ընկալմամբ եւ սա երևի կարևոր գործոնն է, եթե պետության ինքնիշխանությունը չի դիտարկվում քաղաքական ուժի կողմից որպես նախապատվություն, որպես քաղաքական նպատակ, այդ դեպքում ինձ համար անհասկանալի է թե ընդդիմությունը ինչ անում։ Ասեմ անգամ ժողովրդավարական եվրոպական երկրներում մենք տեսնում ենք, հա, ընդհանրենք իշխանությունների կողմից, օրինակ այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության վերաբերյալ լուրջ քննություն է իրականացվում Գերմանիայում, որտեղ այդ ռուսական կապերի համար հա, ընդհանրենք իրանք դիտարկում են դա որպես իրենց պետության անվտանգության սպառնալիք։ Հիմա ինչ խնդիր է, երբ որ մեզ մոտ էլ նման ուրեմն գործընթացներ վարույթներ սկսվեին, հա, եւ սա նաեւ կպաշտպաներ մեր պետությունը այդ նման հարձակումներից, հա, որովհետեւ շատ եմ խոսել տարբեր օղակների հետ իշխանական եւ ինձ մոտ տպավորությունն է, որ մեր պետական քաղաքականությունը ընդհանրենք այդ սահմանափակումների ճանապարհով չգնալ, այսինքն եթե օրինակ Մոլդովայում իրենք փակեցին այդ սպուտնիկները, ռուսական հեռուստաալիքները, չգիտեմ, կալանավորեցին կամ ձերբակալեցին այդ ընդդիմադիր գործիչներին, հա, կամ հնարավորություն չտվեցին գրանցվելու ընտրական պայքարին մասնակցելու, մեզ մոտ քաղաքականությունն փոքր այլ նախընտրում են ընդհանրենք բաց թողնել դաշտը եւ ինչպես վարչապետներից հարցազրույցներից մեկի ժամանակ ասում է հերակառավարման վահանակը մարդկանց ձեռքին է, իրանք չեն ուզում լսեն, թող անջատեն։ Իմ կարծիքով դա այն մոտեցումը չի, որը այս պահին էֆեկտիվ կապահովեր մեր ուրեմն այդ սպառնալիքներից Հայաստանի Այսինքն պետք է գնալ հեռուստաընկերությունների փակման ճանապարհ։ Օրինակ բերեմ Սպուտնիկը, նույն ռուսական Սպուտնիկը շատ երկրներում, ոչ միայն Մոլդովայում, հա, շատ բազմաթիվ երկրներում փակվեց, որովհետև եւ դա ոչ թե ընդհանրենք փակվեց մի բանի գրիչի կամ մի ստորագրության բանով, այլ հետաքննություն էին իրականացրել, այսինքն քննությունը վարույթներ են իրականացրել, վարույթի արդյունքում պարզվել էր, որ այդ անձնակազմը այդ հեռուստա կամ լրատվամիջոցի վարում է լրտեսական գործունեություն։ Հա, այսինքն ինչն է պատճառը, եթե ընդհանրենք նույն Բալթյան երկրներում կամ Մոլդովայում այդ լրատվամիջոցի աշխատակիցները գործակալական գործունեությամբ են զբաղվում, ինչն է մեզ ստիպում մտածել, որ այդ նույնը չեն անում մեզ մոտ։ Այսինքն այդ բոլոր երկրներում գործակալներ էին, հա, մեզ մոտ գործակալներ չէին, եթե վարույթները սկսեին, եթե իրականում ազգային անվտանգության ծառայությունը նման վարույթներ սկսեր, շատ բան կպարզեին, բայց այդ ճանապարհով չեն գնում։ Նույնը եկեղեցությունը, հա, ընդհանրենք ես կարծում եմ եկեղեցականները պետքա զրկվեին այդ օղակներում իրենց պաշտոններից ու դերքերից ոչ թե այն հիմքով, որ իրանք երեխա ունեն կամ չգիտեմ կուսակրոն չեն եւ այլն, այլ նրա համար, որ իրանք հայտարարություններ են անում, որոնք հակասում են Հայաստանի ինքնիշխանության ժողովրդավարության սկզբունքներին։ Հա, սա ըստ էության Հայաստանի սահմանադրությանը հակասող հայտարարություններ են անում։ Իրենք էլ ասում են հարձակում է եկեղեցու վրա։ Դե բոլորս էլ հասկանում ենք, որ հարձակում եկեղեցու վրա չի եղել։ Իմ ընկալմամբ համենայն դեպս, ինձ հետ կարող է բազմաթիվ հեռուստադիտողներ կամ քաղաքացիներ չհամաձայնեն, իմ ընկալմամբ հարձակում եկեղեցու վրա չկա։ Եթե դա որակում ենք որպես հարձակում, որոշ եկեղեցական առաջնորդների վրա եւ կրկնում եմ Մոլդովայի օրինակը կամ այլ երկրների, Ռումինիայի օրինակը, Վրաստանի օրինակը, ինձ ցույց է տալիս, որ եկեղեցին մասսայաբար օգտագործվել է ազդեցություն ունենալու համար։ Ու սրա մասին ես չի որ ասելու եմ, բազմաթիվ ուրեմն փորձագետներ եւ նաեւ գրականությունն է խոսում նրա մասին, որ եկեղեցականները շատ հաճախ օգտագործվել են անվտանգային ծառայությունների կողմից որպես գործակալներ։ Սա փաստ է, ընդհանրենք սովետական միության ժամանակներից դա եկել է, այսինքն ես էլի եմ գտնում, որ շատ ավելի կարևոր կլիներ, որ այս եկեղեցականներին
ստիպեին, որ պաշտոնաթող դառնան, ոչ թե այն հիմքով, որ իրանք կուսակրոնության բաներին չեն հետևացել կամ ընտանիք ունեն կամ զավակ ունեն, այլ որ անում են գործունեություն, որը հակասում է Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանը եւ այլն։ Պարոն Խաչատրյան, իսկ տարօրինակ չէր, որ վարչապետը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Եզրաս Ներսիսյանը KGB գործակալ է եւ 2 շաբաթ հետո կամ գրեթե 10 օր հետո Վլադիմիր Պուտինի ձեռքից Եզրաս Ներսիսյանը ընդունում է Նևսկու անվան շքամեդալը այդ եւ նաեւ հաջորդ օրը եղան հայտարարություններ նույն թեմից, որ սա հակաեկեղեցական արշավ է եւ այս իշխանությունները պիտի հեռանան, այսինքն հակառակ պահանջներ կան։ Բայց դες համար ցույցի չի, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի ձեռքից ուրեմն մեդալ է ստանում Եզրասը։ Դա ցույցի չի, եթե այդ մարդը գործակալ է, ինչի վարույթ չեք սկսել եւ ինչի այդ մարդը ընդհանրենք այլ բանում է մեղադրվում, հա, հասկանում եք։ Մյուս կողմից հակասական է եւ անընդունելի է, որ Եզրասը ընդհանրենք բանաստանում, մեդալաստանում Պուտինի ձեռքից։ Եւ այդ նույն Եզրասն է, ով, չգիտեմ, օրհնում էր այն մարդկանց, ովքեր որ գնում են Ռուսաստանի կողմից, այն հայերին, որոնք գնում են Ռուսաստանի կողմից ուկրաինացի սպանելու։ Հա, ինձ համար դա ուղղակի, ասեմ, անընդունելի է, ես դա չեմ կարողանում հասկանալ, էլի ոնց կարելի է նման մարդուն, չգիտեմ, լուրջ ընկալել, հա, ու այն ուժերը, ովքեր որ գտնում են, որ Եզրասը կամ նրա եղբայրը կամ չգիտեմ հայանպաստ ինչ-որ գործունեություն են վարում, ինձ համար դա շատ խորթ է, դա չեմ կարողանում հասկանալ։ Եվ պարոն Խաչատրյան, փորձենք ամփոփել, դուք քանի որ ասում եք, որ պիտի իշխանությունը գնա լրատվամիջոցներ փակելու ճանապարհով, այդ ինչ որ դեպքում կուսակցություններ փակելու ճանապարհով, տեսեք, վերջին շրջանում հենց այդ շրջանակները որոշ կուսակցություններ, օրինակ ՀՅԴ-ն, օրինակ նույն որոշ հոգևորականներ, օրինակ լրատվամիջոցներ խոսում են այն մասին, որ այս իշխանության կողմից ռեպրեսիա է կիրառվում, իշխանությունը փորձում է լրացնել ժողովրդավարության ձայնը, խոսում են ժողովրդավարության մասին, բայց 37 թիվն է եւ այսպես շարունակ, այսինքն իշխանության հասցեին նաև հիմա դուք ասում եք, որ պիտի գնա այս ճանապարհով, բայց հակառակ մեղադրանքները կա, որ հարձակվել է եկեղեցու վրա, հարձակվել է կուսակցությունների վրա եւ փորձում է իր ճանապարհը մաքրել 2026 թվականին ընդառաջ եւ նաև 37 թիվն է այս բռնաճնշումներն են։ Ուրեմն շատ հստակ պատասխանեմ այդ հարցին։ Գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ։ Օրինակ, մենք Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի անդամ, հա, ընդհանրենք այն օրենսդրությունները, այն օրենսդրական փաթեթները, որ մենք մշակում ենք, ուղարկում են Վենետիկի հանձնաժողով եւ այլն։ Եվ խոսքը նրա մասին չի, որ անօրենություն սկսի Հայաստանում ձեր ասած ռեպրեսիաների ճանապարհով մենք փորձենք ընդհանրենք զերծ պայել Հայաստանը ռուսական ազդեցությունից, ամենավին դրա մասին չեմ խոսում։ Դա էլ իր վտանգն ունի, որովհետև ցանկացած պարագայում այդ նույն իշխանությունը, այդ նույն ռեսուրսի չարաշահմամբ կարա ընդհանրենք վառնել ինձ վերոնի, ասի հիմա դու ես պետության ինքնիշխանությանը եւ անվտանգությանը սպառնալիք։ Սրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ սա պետք է իրականացվի ժողովրդավարական չափանիշներով, մարդու իրավունքների ուրեմն մեխանիզմների պահպանմամբ, նույն միջազգային եւ ուրեմն եվրոպական խորհրդի արչեւ պարտավորությունների շրջանակներում, իսկ սա նշանակում է, որ պետք է վարույթներ իրականացվեն, սա պետք է նշանակում օրենսդրությունը պետք է վերանայվի, օրենսդրությունը փոփոխվի։ Եթե այդ օրենսդրությունը փոփոխվի եւ օրինակ ստանանք դրական եզրակացություն Վենետիկի հանձնաժողովից, ինչ նախանգարում, որ այդ բանով գնանք, այսինքն ես հասկանում եմ, որ միջազգային ընդհանրեն կարա բան գնահատական գա, որ այս Հայաստանում իրոք ռեպրեսիաներ, իրոք ժողովրդավարության վրա թքածում են Հայաստանի իշխանությունը, բայց սա չի լինի եւ ասում եմ Մոլդովայի օրինակը շատ վառ օրինակ է, որ նրանք ոչ թե բան արեցին կամ այականորեն փակում էին նույն հերոստալիկները, սա վարույթների բաներ, այդ բոլոր գործողություններին նախորդում էր վարույթներ, քրեական, չգիտեմ, վարչական վարույթներ, որի արդյունքում այդ որոշումները կայացվում էին։ Խոսքը նրա մասին չի, ասեմ, կամայականության մասին չի։ Բայց անգամ եթե դու անես դա օրինականության դաշտում, ես կարծում եմ այդ հայտարարությունները էլի հնչելու են այդ ռեպրեսիաների մասին, ստալինիզմի մասին, ստալինիզմի վերադարձի մասին, դա գալու են։ Ցանկացած իշխանություն պետք է հասկանա, որ ինքը այդ դիրքում տարբեր հանրային շերտերի կողմից քննադատության արժանանալու է։
Հա, մի պարագայում ես եմ արժանացնելու, մյուս պարագայում ընդդիմության ես մի դերակատարն, այսինքն դա հասկանալի է եւ քննադատություն անպայման հնչելու է, բայց եթե դա արվի, ասում եմ, գիտեք, անգամ բանի ստանդարտների մեջ մարդու իրավունքների, հա, ասում եմ, պետությունը ունի մենաշնորհը, բանի սահմանափակումներ իրականացնելու, չէ՞, իր մոտ է մենաշնորհը։ Եվ այդ սահմանափակումները կարան լինեն, եթե դա անգամ համապատասխանում են ժողովրդավարական չափանիշներին, եթե դա կոչված է ապավելու այլոց իրավունքներ, այսինքն կան մեխանիզմներ, որով թույլ է տալիս, որ պետությունը սահմանափակի ինչ որ խմբի կամ խմբերի իրավունքներ։ Եթե դա չի հակասում, ասեմ, ժողովրդավարական սկզբունքներին, մարդու իրավունքների սկզբունքներին։ Սա է մոդելը։ Սա իրագործելի է, էլի, ես չեմ կարծում, որ դա խնդիր կառաջացնի իշխանությունների համար։ Եվ վերջին հարցս, պարոն Խաչատրյան, այստեղ Օրբելի ֆորումի շրջանակներում այստեղ էր նաև պոլսահայ քաղաքական գործիչ Կարո Փալյանը, որը հայտարարեց, որ 2026 թվականի սկզբին Թուրքիայի հետ սահմանը կբացվի, նախ ընդհանուր առմամբ Թուրքիայի հետ սահմանի բացվելու կարևորությունը, ուզում եմ այդ մասին խոսենք, կարևոր է թե չէ, որովհետև գիտեք, այս առումով էլ մանիպուլատիվ շահարկումները շատ են, Արարատ Լեռան, ցեղասպանության այս թեզերն են բերվել կրկին։ Հիմա Թուրքիայի հետ սահմանի բացվելը կարևոր է թե կարևոր չէ։ Շատ կարևոր է Հայաստանի համար, մի քանի ասպեկտով է կարևոր, դա այլընտրանքային ելք է դեպի Եվրոպական միության երկրներ, դա այլընտրանքային ելք է դեպի ծովային ռեսուրսներ, դա այլընտրանքային առևտրի հնարավորություն է եւ այլն, եւ կարծում եմ շատ կարևոր է եւ իրոք հույս ունեմ, որ 26 թվականին հայ-թուրքական սահմանը բացվելու այն ձևով չի աշխատելու ոնց է ընդհանրեն լրիվ բաց սահման, բայց գոնե այդ երրորդ երկրների կամ դիվանագիտական ուրեմն անձնագրերով այդ ոնց որ նախնական համաձայնություններ։ Այդ մի հատված է, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ սահմանների ապաշրջափակումը իր դրական ուրեմն տարերը իհարկե ունի եւ շատ կարեւոր է, բայց մյուս կողմից դա բազմաթիվ խնդիրներ առաջացնելու, հա, որովհետեւ ընդհանրենք այդ սահմանների բացումով դու նաեւ ինչ ասես գալու է, ընդհանրենք տրաֆիկինգի, թմրադեղերի վաճառքի եւ այլն, այսինքն դու որպես պետություն պետք է նաեւ պատրաստ լինես այս կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Թե օրենսդրորեն, թե ընդհանրեն քո մաքսային ծառայություններն ավելի էֆեկտիվ գործեն, քո, չգիտեմ, բանակը ավելի էֆեկտիվ գործի, քո ոստիկանությունը ավելի էֆեկտիվ գործի, այսինքն քո օրենսդրությունը մաքսային շատ ավելի էֆեկտիվ գործի, հա, ընդհանրեն հազարատ խնդիր կա լուծելու, այսինքն խնդիրը միայն նրանում չի, որ բացենք սահմանները, ուրախանանք, որ սահմանները բացվել են։ Արդյոք դու որպես պետություն ջանքեր գործադրել ես, որպեսզի այդ սահմանների բացելը իրականում ծառայի քո տնտեսության զարգացմանը, քո քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը եւ այլն, եթե չէ, որովհետեւ հակառակ դեպքում ասում եմ աչքը սարքելու տեղ ունքն ենք տալու փչացնենք, հա, սա ամենևին չի խոսում նրա մասին, որ ես չեմ ուզում սահմանները բացվի, ես միանշանակ կողմ եմ ու ամեն ինչ անում եմ, որ այդ սահմանները բացվի, որովհետեւ հասկանում եմ, թե Հայաստանի համար ինչ կարեւոր խնդիր է։ Իսկ այդ մանիպուլատիվ շահարկումները, պարոն Խաչատրյան, Արարատ Լեռը, ցեղասպանությունը, դա երբեք բան չեմ արել։ Գիտեք, այդ դիսկուրսները ինձ համար այդ էմոցիոնալ բաների վրա ազդեցությունը ինձ համար ընդհանրապես գործիք են, ընդհանրենք հանրության, ընդհանրենք որոշ խմբերի մոտ, ընդհանրենք բան ձևավորելու, էլի, զայրույթ ձևավորելու, անվստահություն իշխանությունների նկատմամբ, դա ես հասկանում եմ ինչ նպատակով արվում, դա այն թեման չի, որի մասին կարելի է ես ամենայն դեպս գտնում եմ, որ հիմա պետք է լուրջ խոսենք։ Կարևոր տարա, չեմ ասում անտեսենք, բայց կարծում եմ սրա համար երևի հարցազրույց է պետք, որպեսզի հասկանանք, թե այդ մանիպուլատիվ դիսկուրսները, այդ կեղծ տեղեկատվությունը, ապատեղեկատվությունը ոնց է ազդում հանրային ընկալումների վրա։ Սա առանձին թեմա է, ինչը շատ ասում եմ կարևոր թեմա է, բայց աշխարհաքաղաքական մեծ գործընթացներում երևի դա այդքան դեր չի խաղում, ինչքան իրական հողի վրա տեղի ունեցող գործընթացները, ընդհանրենք այդ նույն ձեր ասած Ադրբեջանի սահմանով անխոչնդոտ անցնելը կամ հայ-թուրքական սահմանի բացելը։ Բաց սահմանը ավելի լավ է, քան փակ սահմանը։ Միանշանակ այո։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն Էդգար Խաչատրյանի հետ։ Կհանդիպենք։